Ինչ վերաբերում է ձեր նշած առաջին հարցին, ոչ ես նման տեղեկություններ չունեմ, բայց ես ասեմ նաև, որ մենք այս գլխից էլ ես հայտարարեցի, որ մեզնից որևէ մեկը անմեղ կամ սուրբ ձևանալու բան չունի, մտադրություն եւ կանխավարկած չունի։ Ընդհակառակը բարենորոգման հայտարարության մեջ արձանագրված է մեր մեղավորությունը եւ պատասխանատվությունը եւ մեր ցանկությունը եւ ընդհանրապես ես կարծում եմ սա չի վերաբերվում միայն եպիսկոպոսներին կամ պաշտոնյաներին։ Մենք ընդհանրապես պետք է հարց տանք մեզ մեր կողմից հայտարարվող բարոյական, հանրային բարոյականության արժեքների եւ մեր ամենօրյա ապրելակերպի հարաբերությունների մասին։ Այս օրակարգը սրա մասին է, որովհետեւ ես բոլորի միջոցով հայաստանյան ծառայքելական Սուրբ եկեղեցու բոլոր հետևորդները այս օրակարգի մեջ ունեն իրենց անելիքը։ Եվ մենք չենք պատրաստվում հավատաքննության ենթարկել։ Հիմա պատկերացնում եք, այն օրը մենք երթ ենք հայտարարել կամ պատարակ ենք հրավիրում, հիմա մենք մարդկանց հավատաքննության պետք է ենթարկենք։ Դրա համար կա այդ թվում կարգ։ Ես ասացի, ես ինքս գնում եմ խորանի առաջ ծնկի եմ գալիս եւ իմ մեղքերի համար թողություն եմ խնդրում, որովհետեւ իմիջայլոց հավատաքննության չեն ենթարկում եւ այդ հայտարարությունը բաց է նաեւ կաթողիկոսի համար, եթե ուզում է միանա այդ հայտարարությանը, կարող է ես չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ հանրությունը այդ թվում այդ եւ մնացած բոլոր հարցերի պատասխանը պետք է ստանա եւ իմիջայլոց, եթե ուշադիր եք եղել, ուրեմն բարենորոգման հայտարարության մեջ հատուկ կետ կա, որ պետք է Հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցին ընդունի նոր կանոնակարգ, որտեղ պետք է ընդունվեն հոգևորականի բարեվարքության ոչ միայն կանոններ, այլև այդ ընդունված կանոնները պահպանելու մեխանիզմներ։ Սա է այդ հարցի պատասխանը։